Համոզված եմ, որ այն սահմանային եւ մաքսային հսկողության այն տեխնոլոգիաները, որ մենք տրիպի շրջանակում ներդնենք, մենք նաեւ մեր հանրապետության մյուս սահմանային եւ ներառյալ Զվարթնոց օդանավակայանում ենք ներդնելու, որովհետեւ հիմա երկրները, տնտեսապես արագ զարգացող երկրները պայքարում են դրա համար։ Հաջորդ տեխնոլոգիական էլի նորությունը, որ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մեր ընկերությունները նույնպես ներգրավված են, մենք բիոմետրիկ անձնագրերի համակարգն ենք ներդրում, բավականին ուժեղ համակարգ, եւ ինչ կապ ուներ նախորդի ասացի հետ, հիմա ըստեյության ինչ է գործում, մարդը մի անգամ բիոմետրիկ տվյալը տրվեց, եւ եթե իր այդ կապված խնդիր չկա, ըստեյության միջազգային ճամփորդությունը դառնում է շատ պարզ մի բան, այսինքն ինքը այդ այսպես ասած տեխնոլոգիական թունելների միջով անցնելով ամեն ինչ մարդ ուղղակի քայլում է, ինքը չգիտի, որ իր նկատմամբ սահմանային, մաքսային, չգիտեմ, բոլոր տեսակի հսկողությունները արվում են, բայց ինքը իր համար ուղղակի քայլում է։ Եվ նկատի ունեմ, բայց այս ամեն ինչը ինչով է կարևոր, որ այս ամեն ինչի հետևում տեխնոլոգիաներ են։ Այդ ամեն ինչը ծրագիրը, այդ ամեն ինչը ընկերությունը, այդ ամեն ինչը աշխատողը եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այս առումով նույնպես շատ մեծ հեռանկարների առաջ ենք կանգնած եւ նաեւ ուզում եմ ընդգծել, որ հենց տեխնոլոգիական ոլորտի առումով էլ կարծում եմ կառավարության դերը ավելի շատ քաղաքական է, նույն խաղաղությունը, տեսեք մենք ասում ենք ինտերնետ կա ամբողջ հանրապետության տարածքով, բայց եթե ինտերնետը լինի խաղաղություն չլինի, դրանից չեմ կարծում, թե որևէ մեկը պետք է գնար ասենք, եթե ես համոզված եմ, որ կգնան, որովհետև այս խցանումները եւ այլն քաղաքի կյանքի բարդությունները մարդկանց ստիպելու են մտածել, որ կարող է արժի գնալ օրինակ Տավուշի մարզի Այգեհովիտ կամ Սյունիքի մարզի Շիկահող գյուղում աշխատել։ Այնտեղ ինտերնետը կա, ոչ մի խնդիր, բայց եթե ինտերնետ կա, խաղաղություն չկա, ոչ մեկ չի գնա այնտեղ աշխատելու։ Եվ հետեւաբար այս տրամաբանությունը մենք զարգացնում ենք եւ դա զարգանում է եւ այս արձանագրումը նույնպես շատ կարեւոր է։ Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք հա մի քիչ շատ բարդ, շատ տենց ցայտնոտային իրավիճակներում, բայց նաեւ որոշակի արբանյակային տեխնոլոգիաների հետ առնչվելու առաջին քայլերն ենք անում, բայց մենք այդ ուղղությունը միանշանակ շարունակելու ենք։ Ես որևէ կասկած չունեմ եւ մենք դա կանենք, Հայաստանը պետք է առաջիկա շրջանում նորից արբանյակ ունենա, ավելի լավ որակի եւ կարծում եմ նույնիսկ մի արբանյակով աշխատելը այդքան էլ ճիշտ չի, բայց մեկից կսկսենք, երկրորդը, հետո կտեսնենք երրորդը եւ այլն։